Մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր գնահատականը, բայց կարծում եմ ճիշտ է սկսենք այս հարցից։ Հաջիևը Հայաստանում էր, այսպես կադրեր տեսանք, որ ասում են կան ադրբեջանցիները, դիմավոր ենք էլի։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Քանի որ ոչ մի պաշտոնական հայտարարություն նախապես չի եղել եւ մեզ կանգնացրել են փաստի առաջ եւ բացարձակապես ոչ մի տեղեկատվություն թե ինչ բովանդակություն է կրել այդ հանդիպումը, դից ինչ որ վերացական ձևակերպումներով են հայտարարել այցի մասին եւ այցի բովանդակության մասին, մենք կարող ենք գալ այն եզրակացության, որ խոսքը գնում է արդեն որոշակի պրակտիկ լուծումների եւ պրակտիկ կիրառումների մասին, ինչի մասին մեզ չեն ասում, վստահ լինելով, որ մեր դուրը դա հաստատ չի գա։ Ինչի եմ ես նաեւ վստահ, որ պրակտիկ գործողությունների մասին է խոսքը գնում, փաստացի եթե ֆորմալ առումով Ադրբեջանում երկրորդ դեմքը դա Մեհրիբան Ալիևան է, ապա փաստացի առումով դա Հաջիևն է, քանի որ այս ամբողջ տարածաշրջանային նոր ճարտարապետության համահեղինակը եւ ճարտարապետը արի թվում նաեւ Հաջիևն է, հետեւաբար մենք ունենք բավականին լուրջ մակարդակով ներկայացված այց, ինքը չի եկել հաստատ Նիկոլի հետ կոֆե խմելու կամ բան անելու, խոսքը գնում է արդեն պրակտիկ գործողությունների մասին, որոնք կրկնում եմ հաստատ մեզ դուր չեն գա, դրա համար մեզ կանգնեցնելու են փաստի առաջ։ Մոտավոր ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, այսինքն հասկանալով, որ դա դարձել էր ընդդիմության խորհրդանիշներից մեկը, հետևաբար ադրբեջանցիները պետք է գան եւ պետք է այնպես գան, որ Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, մորս արև, հորս արև չեն գալուն չեզոքացվի, հա, ասենք այդ 300,000-ը կկիսեն մի քանի խմբականակների, 100-ով, 1000-ով, 350-ով, 1250 հոգով կգան, այսինքն տենց մաս-մաս կգան եւ հետեւաբար դա մեր աչքին չի երևա, պարզապես մի 5 տարվա մեջ, 5 տարի հետո մենք կկանգնենք փաստի առաջ։ Դա առաջինը, երկրորդը խոսքը գնացել է վստահաբար Տիգրանաշենի եւ մնացած գյուղերի մասին, սահմանի դելիմիտացիայի եւ մնացած բոլոր եւ իհարկե խոսքը գնացել է ինչպես են շրջանցելու Նիկոլ Փաշինյանի ոչ լիարժեք ձևավորված խորհրդարանով ոնց են անցկացնելու հանրաքվեն եւ սահմանադրության փոփոխությունները։ Քանի որ Հաջիևը բավականին հմուտ տղա է այդ ոլորտում, հա, ինչպես կարելի է խախտել օրենքը եւ հասնել նպատակին, ըստ երևույթին թեթև մաստեր կլաս է անցկացրել եւ Նիկոլ Փաշինյանին ուղիներ է ցույց տվել։ Ինձ թվում է սա է եւ ժամանակը որ գա մենք դրանում կհամոզվենք։ Քանի որ արդեն ձեր խոսքում ակնարկեցիք այդ այլ ունենալ եւ սահմանադրական մեծամասնություն եւ հենց այդ սահմանադրության հանրաքվեն անցկացնել կոնկրետ խնդիր է այս պահին Նիկոլ Փաշինյանի համար, կանք հենց դրան, հա, եւս մեկ անգամ խնդրում եմ Տիգրան Ալիևյան, հստակ հիշեցնենք մեր լսարանին, ինչ նպատակ է հետապնդում այդ սահմանադրության փոփոխությունը, ինչ պահանջներ է դրել ադրբեջանական կողմը եւ ինչու։ Սահմանադրության խնդիրը Ալիևի համար դա մեր անկախության հռչակագիրն է, որտեղ ներառված է Արցախի անկախության գաղափարը եւ դա Ադրբեջանը դիտարկում է որպես տարածքային պրետենզիաներ, նկարտումներ, այո, իսկ քանի որ Նիկոլ Փաշինյանը այդ հարցը փակել է, հետեւաբար պահանջում է այդ հռչակագրից հրաժարվել, այսինքն ոչ թե հռչակագրի մեջ փոփոխություն մտցնել,
ոչ թե սահմանադրության մեջ գրել, որ հռչակագրում մենք սխալվում էինք, հիմա մենք Արցախի նկատմամբ ոչ մի կրկններ չունենք, այլ հրաժարվել հռչակագրից, իսկ հռչակագիրը հիշեցնեմ, դա այն հիմքն է, որի վրա կանգնած է սահմանադրությունը եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության անկախության գաղափարը։ Այսինքն նույն բանն է, որ գաս, ասես, այս շենքը լավ, օքեյ, կառուցել ես, բայց ֆունդամենտը տակից պետք է հանես։ Եվ հարց, այդ շենքի կանգունության եւ այդ շենքի գոյություն ունենալու շանսերը ինչքան են, սա է ընդհանուր գաղափարը եւ հաշվի չառնենք նաեւ այն հանգամանքը, որ օտար պետություն թշնամանքով լցված մեր նկատմամբ պետությունը խառնվում է մեր ներքին գործերի մեջ։ Այսինքն քո թշնամին քիթը խոթում է քո գործերի մեջ եւ քեզ ցուցմունքներ է տալիս ոնց դու պետք է ապրես եւ ոնց դու չպետք է ապրես։ Սա է։ Դրանով է պայմանավորված այս խայտարակ ընտրակերտարարություններով անցկացված ընտրությունը եւ ԿԸՀ-ի խայտարակ որոշումը, նաեւ դրան կզամանակը։ Ես ուզում եմ ձեզ հիշասեմ, դուք Վահագն Հովհաննիսյանին հիշում եք մինչեւ ԿԸՀ լինելը։ Ես հիշում եմ իր անհեթեթ ելույթները, իր անմակարդակ ձևակերպումները, մարդը, այսինքն Նիկոլի շրջապատում ուրիշ կարգի մարդ չկա, բան չունեմ ասելու։ Այսինքն Վահագն Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանը ինչ ասի, այն էլ անելու է, բայց քանի որ նա չունի ոչ փորձ, ոչ գիտելիք, նա անում է այնց ոնց որ անում է։ 21 թվականին խզես թվում է կեղծարարություններ չի եղել, իհարկե եղել է։ Տեղի ինքնակառավարման ընտրություններում ձեզ թվում է չի եղել կեղծարարություն, իհարկե եղել է, իսկ ինչի՞ է ձեզ թվում որ կեղծարարությունը դա միայն բաներն են, սխալ հաշվելն է։ Կեղծարարությունը դա պաշտոնական մակարդակով ընտրակեղծիկ առաջարկելն է, հիշեցնեմ, որ ինձ ստի մեջ չմեղադրեք կամ չասեք տենց բան չի եղել։ Եվ որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես բան անում, ասում է ինձ կընտրեք, ձեզ գործի կընդունեմ, ինձ կընտրեք ճանապարհ կսարքեմ, ինձ կընտրեք բոլոր վարորդները, ում զրկել են վարորդական իրավունքներից կվերադարձնեմ։ Սա ոչ միայն ընտրակաշառք է, այլ նաև օրենքի խախտում, որովհետև հենց այնց մարդուն վարորդական իրավունքներից չեն զրկում, ուրեմն նշանակում է, որ նա իրոք շատ լուրջ իրավախախտում է կատարել եւ վարորդական իրավունքից զրկելը դա վերջի, այսպես ասած, պատիժն է, դրան նախորդում են տուգանքներ։ Այսինքն մարդը թքած ունի եւ օրենքի վրա եւ առհասարակ երթևեկության մասնակիցների անվտանգության վրա եւ իր սեփական անվտանգության վրա։ Բայց Նիկոլ Փաշինյանի համար դա բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, եթե այդ հարբեցող, որտեղ հիմնականում զրկում են հարբած ղեկին նստելու համար, հարբեցող անպատասխանատու պոտենցիալ հանցագործները եւս մեկ անգամ կհայտնվեն Երևանի կամ առհասարակ Հայաստանի փողոցներում։ Ու սենց շարունակ։ Բացի դրանից, եկեք հիշացնեմ շանտաժները եւ ճնշումները։ Եթե մեզ չընտրեք, լինելու է սա։ Եթե ընտրեք, ապա ձեր վարդերը Հոլանդիայում կվաճառվի, դուք հասկանում եք, այսինքն նույն բանը, որ ասեն մեզ ընտրեք, ձեր սամավարները կտանենք տուլա վաճառելու։ Հոլանդիան իր վարդերը չգիտի ինչ անի, ձեր վարդի հույսին է մնացել։ Դեն ասում է Սամվել Ալեքսանյանի պատկան ու սուպերմարկետները դարձել է եմ անդամ արդեն։ Տեսնում եք, ծաղիկներ են տանում։ 1500 դրամով, այո, իմ ծնունդին ինձ նվիրել են այդ ծաղիկներից։ Հասկանում եք, բայց տենց չի լինելու միշտ։ Սա ռազվե ակցիա էր, ինչպես նաև թոշակառուներին 10,000 դրամ ավելացնելը, իդեպ ասած, ես լուրջ կասկածներ ունեմ, որ այդ 10,000 դրամը գոյացել է ոչ թե Նիկոլ Փաշինյանի գրպանից, այլ նպաստառուների գրպանից, որովհետև ամենայն դեպս իմ հարևանները, ով որ նպաստներ էր ստանում, վերջի 2 ամիսը նպաստ չի ստացել, եւ երբ որ զանգել է
հարցնելու թե ուրա նպաստը, ասել են ընտրություններից հետո հարցը կլուծենք, այսինքն մինչև ընտրություններ իրանց նպաստ չեն տվել, այդ փողը հանել են, տվել են թոշակառուներին, որ թոշակառուները գոհու երջանիկ գնան ընտրեն Նիկոլ Փաշինյան։ Այսինքն ընտրակեղծիքները սկսել են ընտրություններից շատ ավելի վաղ, բայց անգամ դա չի օգնել եւ նրանք ստիպված են եղել գնալ այսպիսի այլանդակ Սուրենյանցի ասած բեսպրեդելի ճանապարհով, երբ որ դու տեսնում ես, որ ընտրատեղամասում հաղթանակ ա կրել Բարգավաճ Հայաստանը եւ դու խայտառակ ես եղել, որ Բարգավաճի ձեները տվել ես ՔՊ-ին, ասենք նորմալ կիրթ մարդ, որ կասեր, հա ասել են, որ դե հա գիշեր բան հանկարծակի է եղել, բայց երկու տեղամասում հանկարծակին դա մի քիչ կասկածելի է։ Հա հանկարծակի է եղել, ես ԲՀԿ-ի ձայները կներեք թարգելի ԲՀԿ, որ սենց ստացվեց։ Ինչ անում Վահագն Հովակիմյանը, այո, չեղարկում է ընտրությունների արդյունքները։ Վստահեցնում եմ ձեզ, որ եթե ՔՊ-ն հաղթեր այդ տեղամասերում, հիմա սարքել էին մատի փաթաթան, ասել, տեսեք ժողովուրդը մեզ է ընտրել, ընդդիմությունը ռսի շպիոնները եկել են մեզ ուզում են ինչ-որ մի բանում մեղադրեն եւ այլ։ Մի խոսքով, այսինքն այս ընտրությունները Նիկոլ Փաշինյանի 8 տարվա ղեկավարման ամենացայտուն պատկերն են ներկայացնում, որովհետև մարդը խաբելով 8 տարի մեզ փաստի առաջ կանգնացնելով, ստելով, սպառնալով, դատելով, բերան փակելով, եկավ հասավ հունիսի 7-ին էլ նա արեց այն ինչ որ մենք հիմա տեսնում ենք եւ նա դրա վրա կանգ չի առնելու, որովհետեւ նա հիմա անելու է ամեն ինչ, որ ընդդիմությանը փակի, ընդդիմության ձենը կտրի, ընդդիմության տեղը համալրի իր այդ շավկաներով, փողով, շանտաժով, ուժ գործադրելով, բայց այնուամենայնիվ նա անելու է ամեն ինչ, որ այդ իր 2/3-ը խորհրդարանում ստանա եւ մենք բոլորս պետք է պատրաստ լինենք այդ սպառնալիքներին։ Եվ այսպես կոչված արևմուտքը սա չի տեսնում, ժողովրդավար արևմուտքը այս խայտը։ Իսկ ինչին է պետքա տեսնի, եթե այդ ամեն ինչի կնքահայրը արևմուտքն է։ Ռուսաստանը, ես հիմա կրկնում եմ Փաշինյանի թեզը, առայն որ Ռուսաստանը միջամտել է ընտրություններին, բայց մենք կանխել ենք, բոլորին փակել ենք, բանտարկել ենք, այսինքն Ռուսաստանին չի հաջողվել, անգամ եթե ընդունենք, որ նա փորձ է կատարել միջամտել, բայց Ռուսաստանին չի հաջողվել միջամտել ընտրություններին, սակայն կեղծիքները տեղի են ունեցել եւ արևմուտքը այդ ամեն ինչը ֆինանսավորել է, ապահովել է տեղեկատվական հովանավորությունը, մարդ հա ուղարկել, որ իրանք կգան, այսինքն ես հիմա Հայաստանում տեսնում եմ այն, ինչ որ ես ժամանակին տասամյակներով տեսել եմ Ադրբեջանում, երբ որ այդ բաները, դիտորդները գալիս էին, բայց շատ էական տարբերություն կա, ինչու՞մ այդ կայանում այդ տարբերությունը, Ադրբեջանը տարիներ շարունակ կաշառում էր անձնապես դիտորդներին, անձնապես Եվրոխորհրդարանի պատգամավորներին։ Հայաստանում Եվրոխորհրդարանը ինքն է ֆինանսավորում այդ կեղծարարությունները, տարբերությունը ընդհանրապես դրանում է եւ այն անձինք, որոնք տասամյակներով Ադրբեջանից փող են վերցրել եւ Ադրբեջանի համար բարենպաստ եզրակացություններ են տվել եւ բարենպաստ բաներ, ռիզոլյուցիաներ են տվել եւ զեկույցներ, այդ մարդկանց զրկել են պաշտոնից, այդ մարդկանց դատել են եւ պարտադրել են բոլոր ստացված գումարները վերադարձնել Եվրոխորհրդի պետբյուջե։ Հայաստանի պարագայում հակառակը
այդ պատգամավորները ուղղորդվել են հենց ինքը Եվրոպարլամենտի եւ Եվրոխորհրդի առաջին դեմքերով Նիկոլ Փաշինյանը ֆինանսավորվել է նրանց կողմից եւ այդ կեղծարարությունների վրա աչք փակելը հրահանգվել է հենց Եվրոպայից հուսով եմ ես կարողացա մատչելի բացատրել տարբերությունը ուստեղ մենք պետք է հասկանանք այսինքն արդեն ակնառու է այն ինչ որ ես շատ վաղուց ասել եմ որ Եվրոպան թքած ունի ձեր մարդու իրավունքների վրա ձեր ժողովրդավարության վրա սոված եք թե կուշտ եք գազը թանկա թե էժանա դուք ձեր ծաղիկները կհանեք Ռուսաստան թե չեք հանի ինքը թքած ունի ձեր երեխեքը վաղը ինչ են ուտելու նա ունի իր սեփական շահ նա ունի իր ստրատեգիական տեսլական նա ունի իր քաղաքականությունը որում մենք եւ մեր երեխաները դարձել ենք մանր կոպեկ որը իրանք շատ հանգիստ կարող են զոհաբերել որ Ադրբեջանից ստանան Ադրբեջանի միջոցով ոչ թե Ադրբեջանից Ադրբեջանը այդքան գազ ու նավթ չունի Ադրբեջանի միջոցով ստանան գազ ու նավթ Ադրբեջանի տարածքով եւ Կասպից ծովով ապահովեն եվրոպական կամ եվրոպանպաստ, ասենց ասեմ, ապրանքի շրջանառություն, փող աշխատեն, որ իրանց երեխեքը ձմեռը լինեն տաք, կուշտ եւ ապահով, ձեր երեխաների հաշվին։ Բայց մենք տեսնում ենք նաեւ վերջին օրերին քպականները իրար հերթ տալու ինչ հայտարար գրառումներ են անում, պատժվելու են, չկան սրանց ընդդիմադիրների մասին խոսելիս պետք է նստեն բանտերում, այս ամեն ինչը ներկայացնում իբր ընտրակաշառքի համատեղ է, օքեյ։ Նայեք, այդ ամեն ինչը Նիկոլ Փաշինյանը շատ հստակ ասել է, եւ բոլորը գիտեն եւ պատրաստ են որ դա տեղի է ունենալու, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը հիմա պետք է ապահովել 2/3 խորհրդարանում։ Դրա համար ինչա պետք այդ մարդկանց ցանկացած պատրվակով փակել եւ նրանց տեղը համալրել ԿՊ-ին լոյալ դեմքերով։ Ես անկեղծ չգիտեմ այդ ցուցակների տակերում ովքեր են, հա, բայց ասենք այդ առաջի 10-20-ը գոնե հավատարիմ եւ հայրենասեր մարդիկ են։ Հիմա այդ մարդկանց պետք է մեյդանից հանես, որ այդ տակից բարձրանան։ Մենք չգիտենք այդ մարդկանց վրա իրենք ինչ ազդեցություն կկիրառեն։ Նրանք չեն կարող ընդդիմությունը որպես այդպիսին բան անեն, խեղդեն։ Բայց Արեն Սիմոնյանը գրառում էր արել, ասում է, լսում եք ինչ եմ ասում, այդ օտարերկրյա գործակալները ինչ-որ փնտրում, լրտեսերով բանով արժի չեն գալու, դուք չպետք է գա, երեք հիմնական ուժերի լիդերներն են ասում է, որ խոսում եք վախի մթնոլորտից, հա այդ վախը ձեր ուղեղներում է, այտենց վախեցած եք մնալու եք, թավիշը ավարտվել է։ Դե նայեք, այսինքն հիմա այդ մարդիկ ցույց են տալիս են ինչի մասին մենք խոսում էինք տարիներ շարունակ, մեկը ես որ ասում եմ սրանք բոմժ են, ես որ ասում եմ սրանք քուչում մեծացած անկիրթ զանգված են, որոնց պետք է բացարձակ իշխանություն, որոնք չգիտեն ինչպես շփվել ժողովրդի հետ, որոնք չգիտեն ինչ բան է ժողովրդավարություն, որոնք չգիտեն ինչա գործել մրցակցային դաշտում։ Հիմա էսա։ Այսինքն որ ասում են մենք ձեզ սիրում ենք, իրանք դաժե չգիտեն ինչ բան է սիրելը, ու իրանք չգիտեն ինչ բան է այդ սեր դրսևորելը։ Դա ընդհանրապես ինչ որ ձև է ձեր բաները այդ էմոցիաների վրա խաղալը։ Կրկնում եմ, իմ համար 1000 անգամ ավելի ընդունելի է ցանկացած ռսի շպիոն, քան թե Ալեն Սիմոնյանի ու Նիկոլ Փաշինյանի պես թուրքի շպիոն։ Եթե մենք ընտրում ենք շպիոնների մեջ, եկեք կատարենք ճիշտ ընտրություն։ Ինչի իմ ապագան պետքա որոշի թրքահպատակ, անգրագետ, անդաստիարակ, ագրեսիվ, կոմպլեքսավորված, ինչ որ կենթանի։
Սա է հարցը։ Ու բնական է, որ այդ կենթանին պետք է անի ամեն ինչ, որ ձերբակալի ընդդիմադիրներին, փակի ընդդիմախոսների բերանները, որտեվ նա ուզում է գործել իր պատկերացրած մթնոլորտում, որը իրականությանը չի համապատասխանում։ Երբ որ իրան ասում էին Ալեն ջան կգնաս կդառնաս խոսնակ թուրդ աչու ձախ կտրումա, իրան երևի մոռացել են զգուշացնել, որ տղա ջան, բայց գործելու ես այս մթնոլորտում, որ քեզ չեն ընդունելու, որ քեզ չեն սիրելու, չեն հարգելու, ու չեն ասել, որ քեզ սիրեն ու հարգեն, տղա ջան։ Այսի պետք է գործ դառնա, որ քեզ ընտրածը ու քեզ չընտրածը նույն իրավունքները ունեն, որ դու պետք է հավասարաչափ բարեհամբույր լինես բոլորի նկատմամբ ու ամենակարևորը չմոռանաս, որ դու այդ մարդկանց կապ չունի իրանք ընտրել են քեզ թե չեն ընտրել, ծառայում ես, այլ ոչ թե նրանք են սպասարկում քո կոմպլեքսները։ Ու նույնը վերաբերում Նիկոլ Փաշինյանին, նշի որ նույն Վահագն Հովակիմյանին, նույն ես չգիտեմ, Գևոր Պապոյանին, Սուրեն Պապիկյանին, բոլորին է դա վերաբերվում։ Ոչ մեկ չի ասել արկես բյուջեի բանալին, ինչ ուզում ես արա ախպերս։ Փողն է չհերիքի Եվրոպակիցիկից պարտ կառնես, թող դրանց թորները վճարեն հետո։ Հա, Թավիշը պրծավ ու մենք գիտենք ու մենք դրան պատրաստ ենք ու երեք չի պրծել Թավիշը։ Թավիշը պրծել է դեռ 21 թվականին։ Չագուչը, ձերբակալությունները, բորձուրների վրա կփռեմ, ասֆալտի վրա կփռեմ, դատարանների դռներ փակելը եւ այլ եւ այլ։ Այդ երբ է Թավիշը սկսել, որ հիմա պրծել է։ Մենք վերջերս տեսանք մի խայտարակ ու սարսափելի արտահոսքի, դա ըստ էության ԱԱՑ կողմից իրականացված արտահոսք է։ Ես չգիտեմ, նորմալ երկրում նման բան պետք է տեղի չունենա։ Լինելու դեպքում էլ եթե կա նորմալ ինչ-որ իրողություն, առնվազն ԱԱՑ պետը պետք է հրաժարական տա։ Դա օդանավակայանի սահմանափակ զորքերի ցիկից տարածված Ռոբերտ Քոչարյանի օրինակ այս դեպքում կադրերն են, խնդրեմ այս մասով ձեր տեսակետ, այս խայտարակ արտահոսքը։ Հարգելիներս, այս համակարգում օրենքի նկատմամբ հարգանքը դա դատարկ ձայն է, այսինքն եթե առաջի դեմքն է խախտում սահմանադրություն, ԱԱՑ պետը ով է, որ հանկարծ մեկ էլ տեսար, ռիսկ անի չհնազանդվի Փաշինյանի պահանջներին, ասել են կանես, անում է, վաղը կասի Նիկոլը երեխուտ պոչկեն կտաս, Ալիևի թորանը պետք է, սուսուփուս կտանի ու կտա։ Այս երկրում չի գործում օրենք, այս երկրում գոյություն չունի հարգանք օրենքի նկատմամբ։ Ինչի վրա ենք զարմանում։ Ինչի, երբ որ գեներալ Մանվելի նկարներն էին հրապարակում, նույն ԱԱՑ-ի պատվալից, հարց չառաջացավ, ոնց, ինչ որ մեկը պատիժ կրեց կատարած արարքի համար, չէ, ինչի պետք է ԱԱՑ պետը իր տակլիկ փուփլիկ տեղից դուրս գա։ Դա խայտարակություն չի, դա նորմալ է այս իրականության մեջ։ Ու սովորեք ապրել այդ իրականության մեջ, որ ձեր ննջասենյակներում կամերաներ են հայտնվել, ու հետո ձեր ինտիմ կյանքը հայտնվի համացանցում։ Պատրաստ եղեք, սա է։ Նիկոլեիք ուզում ստացեք։ Ու անկարծ չմտածեք, որ դա վերաբերվում է բացառապես Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, ինձ կամ Մարիամին։ Դա վերաբերվում է յուրաքանչյուրիդ։ Այս թեմայի հետ կապված, սրան հաճախ եք անդրադառնում, ԿՊԱ-ական այդ Հասմիկ Հակոբյանը գրել է եռագլխի մեջտեղինը Քոչարյանը ևս փորձել է
Հասմիկ Հակոբյանը իմ սրտի падգամավորն է։ Դե հասկանում եք ինքը մարմնավորումն է ՔՊ-ի այդ ամբողջ էության մարմնավորումն է, տկարամիտ, абսուրդ թեզերը կրկնող, ձեզ թվում է ինքը իր խելքի մեջ է բան արել, ինչ որ մեկը ասել է, լսել է, հրահանգել է, ինքը դա գրել է։ Նախ ասենք նրանից, որ երկրից դուրս գալը օրենքով արգելված չի, եթե դրա վերաբերյալ չկա դատական որոշում։ Երկրորդը ամառը։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը ումից պետք է թույլատվություն հարցներ երկրից բացակայելու համար։ Եվ երրորդը ուզում եմ հիշացնեմ, երբ որ մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի վրա քրեական գործ հարուցվեց, նկատմամբ գործ հարուցվեց, եւ նա մեղադրյալ էր ճանաչվել։ Ես այս բոլորիդ ուզում եմ հիշեցնեմ, որ այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը Կիպրոսում հանգստանում էր։ Ինքը շատ հանգիստ կարար Կիպրոսում մնար, չգար եւ այլ եւ այլ։ Բայց ինչ արեց այդ մարդը առաջինը։ Տոմս առավ ու վերադարձավ Հայաստան։ Ու առանց օֆ անելու գնաց բանտ։ Դուք հիմա ուզում եք Հասմիկ Հակոբյանի շուրթերով մեզ բոլորիս համոզեք Ռոբերտ Քոչարյանը ձեր նման տակնա լցրել ուզում է փախնի։ Ես ուզում եմ հիշացնեմ, որ նոյեմբերի 9-ին Ալեն Սիմոնյանը իր անկերների տանն էր պահկված, թռել էր։ Նիկոլ Փաշինյանը բունկերում էր տակը լցրած պահկված, էտա փախնելը։ Բայց Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև Յուրի Խաչատուրովը այն ժամանակ Մոսկվայում էր, նա էլ Կիպրոսում էր ոնց էր, Հունաստանում էր, մի խոսքով կուրորտում էր։ Մարդիկ վարքյանական տոմս առան վերադարձան։ Տարբերությունը զգում եք։ Ու ես վստահեցնում եմ, որ նույն բանն էր, ծանր ընտրարշավ, ծանր պայքար, պարզա որ մարդը հանգստանալու կարիք ուներ։ Ես մի վարքյան չեմ կասկածում, որ տենց է եղել։ Ու կապ չունի ոնց եք վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին, սիրում եք, չեք սիրում, ատում եք, հարգում եք, կապ չունի։ Դուք պրոստը այդ մարդու անցած ճանապարհը նայեք ու ասեք ինքը փախնող էր, թե ոչ։ Նայեք Նիկոլ Փաշինյանի անցած ճանապարհը 2008 թվականի մարտի 1-ի գործով քանի տարի էր փախնում, կնիկնել բանը, տուլիկներ էր տանում Եսիմում տանը պահկված տակը լցրած Նիկոլին։ Նույնը 20 թվականի նոյեմբերի 10-ն էր, ու երբ որ կգա օր, երբ որ Նիկոլ Փաշինյանը չի լինի իշխանություն, ինքը գնալու է օդանավակայան զուտ փախնելու նկատառումներով։ Կրկնում եմ, եթե դուք չգիտեք մարդու դրդապատճառները, մարդու քայլերի իմաստը, մի հատ նայեք այդ մարդու անցած ճանապարհը, այդ մարդուն երբևիցե փախնելուց տեսած եղել եք, թե ձեզ թվում է մարտի 1-ի գործով դատապարտված լինելը շատ ավելի քիչ վտանգավոր է, քան հիմա Նիկոլ Փաշինյանի մազոլին կայնելը։ Այսօր Հասմիկ Հակոբյանը չպետք է ձեր ուղեղները լվա, հասկացեք, իր ուղեղը սպիտակ թուղթ է, ինչ խզբզես, ինչով խզբզես, էդ էլ ինքը արտա բերելու է։ Ուրեմն նույն ինքը ազգային ժողովից այսպեսի լուսանկար է հրապարակել ընդդիմության ֆրակցիայի այսպես որտեղ որ նստում է ընդդիմությունը, բա ուր եք չեք գալիս հասկանանք 300,000-ից քանիսն են վերադարձել, ծաղրում են էլի Ադրբեջան։ Դե բարձա դե տենց պետք է անեն, հասկանում եք այնտեղ ամեն մեկը ունի իր ֆունկցիոնալը։
Ամեն այդ Հասմիկ Հակոբյանից առաջ բաններ, Ռիփսիմե Հունանյաններ, դրանից առաջ Արփի Դավոյաններ, հասկանում եք, իրանք մի հատ վականսիա ունեն, տուպոյ էքի վականսիան է, որ ամեն մի եզություն ինքը պետք է արտաբերի։ Նորմալ, ասենք Վագն Ալեքսանյանը ունի իր բանը ֆունկցիոնալը, հա, որ ինքը անպայման պետք է հիշացնի, որ ինքը բանակում տրոսիկ չի ունեցել ու կանսերվի բանկեքը։ Իրանք շատ հստակ բաժանել են գործառույթները։ Ինչ անենք, էդ են։ Պայքարը պետք է շարունակել, որովհետև սենց չի կարելի շարունակել։ Ես մի մեջբերում անեմ Ալիևի վերջին հայտարարությունից։ Զանգեզուրի միջանցքը կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ, ինչպես նաև կդառնա միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը։ Խնդրեմ, որ սրանք բղավում են, որ Զանգեզուրի միջանցք չկա, փաստացիորեն Ալիևը հենց խոսում է բացառապես միջանցքի մասին։ Բա տրիպը ի՞նչ է։ Տրիպը Զանգեզուրի միջանցքն է։ Ասենք Նիկոլ Փաշինյանը դրա անունը կարա դնի Պոպոկ պնդուկ, բայց էությունը դրանից չի փոխվելու։ Դա զուտ ադրբեջանանպաստ, թուրքանպաստ պրոյեկտ է, որտեղ Հայաստանը չի ունենալու ոչ մի դիվիդենդ։ Խնդրում եմ ֆիքսեք այս խոսքերս, երբ որ վախտը կգա ու այն մի հատ մուլտիկ կար է, Dvoy iz Lartsa, որ ուտելիքը սենց բերնի մոտով անցնում է, երկու դվոյեները նստած են ու մեկը մյուսին ուտելիքա շփրտում, սենց բերանի մոտով այդ ուտելիքը անցնում է, այդենց ձեր բերնի կողքով ուտելիքը անցնելու։ Փաշինյանը հարստանալու է, որտեղ Փաշինյանը ունենալու է իր անձնական մասնակցությունը։ Ինքը իր այդ քայլող կենթանիներին պարզա ինչ-որ թուլափայ տալու է, բայց դա չի ազդելու ոչ ձեր գազի գնի վրա, ոչ ձեր պամիդոր ծախելու ծավալի վրա, ոչ մի բանի վրա չի ազդելու։ Ու ասֆալտն էլ ձեր շենքի հայաթում չի վերանորոգվելու։ Գալու են էլի sense փնթի լատկեք դնեն, մի 3-4 ամիս յոլա գնաք, մինչև նոր լատկի ժամանակը գա։ Ապագան եկել է, դիմավորեք։ Եվ վերջին հարցել Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջին տիկնած համաշխարհային ակադեմիայի 4-րդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու նպատակով։ Խնդրեմ, որպես վարչապետի տիկին է գնում իմիջայլոց։ Ես բան չհասկացա այդ զույգից։ Հայաստանի Հանրապետությունը չունի առաջին տիկին։ Դա արձանագրված փաստ է, բաժանվել են, այնի ապրում է իր կյանքով, էսի ապրում է իր կյանքով։ Պաշտոնապես ով է Աննա Հակոբյանը մեր համար։ Մեր երկրի իմ համար ինքը փնթի եկա ու տենց է մնալու է, ծմա։ Ինչ ասեմ։ Լավ բրենդային շորի կոշիկ կառնի, Max Factor, պամադա, ոչ մի, բացի նրանից, որ մեր բյուջեից էլի փողը հատկացվելու այդ կենթանու ճանապարհորդությունը եւ Ամերիկայում ֆրֆռալու համար, ոչ մի հետաքրքիր արդյունքներ ես չեմ սպասում այդ այցից։ Կրկնում եմ, Հայաստանի Հանրապետությունում չկա առաջի տիկին։ Ում է ուղարկում, կարա իր սիրուհուն ուղարկի նույն հաջողությամբ։ Կամ բանին, այդ Վահագն Խաչատուրյանը կնիկ ունի, իրան թող ուղարկեր, էդի ավելի մոտ է առաջի տիկինի գաղափարին, քան Աննա Հակոբյանը։ Մարդու կգնան, դաշնամուր կնվագեն, կերքեն, կպարեն, կվերադառնան, ավելի էժան կնստի։ Այո։ Բարիքի ինձ Աննա Հակոբյանին ընտրեց ու վարկել։ Ես պատասխան չունեմ այդ հարցի։ Ես չունեմ պատասխան։ Նիկոլ Փաշինյանն ինչ ուզում է անում է, իր թուրը աչուծախ կտրում է, թքած ունի ձեր վրա, ձեր օրենքի վրա, ձեր կարգի վրա, ձեր
ապագայի վրա ուզեց Աննային ուղարկի, Աննային է ուղարկում, չի ուզի Աննային ուղարկի, չի ուղարկի Աննային։ Շնորհակալ